Կադաստրի թղթերը բեր։ Հիմա կադաստրը թքած ունեն, կադաստրը Ոսկարացի պետության մեջ դու թքած ունենասի։ Հայկեզի կադաստրի թղթը բեր տենամալը։ Տնա որտեղից է սովորել։ Այ լավ եմ անում, որովհետև դու հրապարակային շանս ծնունդի հայտարարություն ես անում։ Շանսը։ Դերասան հաղորդավար Գնել Սարգսյանը Մարմաշեն վանական համալիրի տարածքում մարդկանց ներկայությամբ, ինչպես նաև ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայհոյել է վանքի վանահորը։ Պատճառը Տեր Փառեն Քահանա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումն է եղել։ Նա հայտնել էր, թե կարգելի այն անձանց մուտքն իր հովության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, ովքեր ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական եւ հոգեվոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ինչպես նաև կրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղափարները։ Այս գրառմամբ Տեր Փառենն արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում արված հայտարարությանը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նայում ես այդտեղ աղբալցրած, այնտեղ աղբալցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա բերը դրել։ Վանական համալիրի տարածքում տեղի ունեցածից հետո հունիսի 2-ին փաստաբան Վահան Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե։ Փաստաբանն ասում է, որ հաղորդումն իրականում չպետք է ինքը կամ որևէ այլ անձ ներկայացնեին։ Ուղիղ եթերն արդեն վարույթ հարուցելու հիմք է։ Այնիշ տարածված էր համացանցում, մասնավորապես այդ անձի կողմից առերևույթ խուլիգանության հատկանիշներ պարունակող արարքի կատարումը քննչական կոմիտեի կողմից արդեն իսկ պետք է նախաձեռնվեր վարույթ, հենց իրենց նախաձեռնությամբ դա իրենց ուղղակի պարտականությունն է։ Ես մի քանի ժամ սպասեցի, որպեսզի նման արձագանք ստացվեր քննչական կոմիտեից, սակայն տեսա, որ ամեն դեպքում վարույթ չի նախաձեռնվում։ Ես ստիպված ես ինքս անցանքի մասին հաղորդում ներկայացրեցի։ Իշխանություն եկեղեցի հակամարտությունը սկսվել է հատկապես պատերազմից հետո, երբ կաթողիկոսը միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Մեր զրուցակիցն ընդգծում է, որ եթե նմանատիպ արարք կատարեր ընդդիմադիր որևէ գործիչ, քրեական վարույթը վաղուց նախաձեռնված կլիներ, անձն էլ կալանավորված։ Նրա գործողություններում խուլիգանության հատկանիշները առկա են, ընդ որում խուլիգանության որակյալ մասի հատկանիշները տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիայով կատարվող, որովհետև այդ անձը հենց իր կողմից ուղիղ եթերով հեռարձակում էր այնիշ տեղի ունենում։ Փաստաբանը Գնել Սարգսյանի գործողություններում դիտավորություն է տեսնում։ Արձագանքներից հասկանալի է դառնում, որ ազգային ժողովի իշխող խմբակցության ներկայացուցիչները ոչ միայն չեն դատապարտել, այլ նաև ողջունել են Սարգսյանի վանական համալիրի այցն ու դրան հետևած գործողությունները։ Օրինակ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը գրում է. Ինքս պատրաստվում էի ժամանակ ունենալու դեպքում գնալ Մարմարաշենի եկեղեցի, որպես իրական Հայաստանի հետևաբար նիկոլական գաղափարներ կրող, բայց այսօր նույն գաղափարները կրող մեկ այլ հավատացյալ է գնացել տվյալ եկեղեցի։ Ու ինչ եղավ հետո։ Եկեղեցու հոգևոր հովիվը, ով սովորական մահկանացու է, ասում է, որ ինքն է եկեղեցու տերն ու տիրակալը, կարա թքած ունենա կարծիքի վրա։ Ինքն է եկեղեցու իշխանը։ Նաև թքած ունի նրա վրա, որ եկեղեցին իր սեփականությունը չի։ Այսենց պատրվում են դիմակները թքած ունեցող սքեմավորների։ Իրականում իրենց կոչմանն արժանի բարոյական շատ հոգևորականներ ունենք, որոնք իրենց աջակցությունն են հայտնում մեզ միայն նրա համար, որ այժմ հավասար չեն իրենք ու թքած ունեցողները։ Որևէ քաղաքական իշխանության ներկայացուցիչ իրավունք չունի մտնելու այդ աշխարհ, իրավունք չունի մտնելու այդ դաշտ, այդ ոլորտ, դա իրանց դաշտը չէ։ Այն ինչ որ կատարում է եկեղեցում, կարգավորվում է եկեղեցու կողմից։ Հետևաբար սա չեմ ասում ոչ իրավաչափ, սա ոչ ադեկվատ պահանջ է։ Նշենք, որ Մայրաթոռը հունիսի 2-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծվել էր, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայտարարությամբ կոչ արվեց պետական մարմիններին կասեցնել վարչապետի անօրինական եւ անհեռատես քաղաքականությունը։ Իրավաբաննեթի հարցմանի պատասխան քննչական կոմիտեից հայտնել են, որ վանական համալիրի տարածքում տեղի ունեցածի վերաբերյալ հաղորդումը ստացել են, վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ որոշում դեռևս չունեն։ Կարևոր է ընդգծել, թե սահմանադրությամբ, թե օրենքներով պետությունը որևէ լծակ եւ ազդեցություն չունի եկեղեցու կողմից կայացված որոշումներին միջամտելու։